Տեղյակ եք, որ Փաշինյանը հույժ գաղտնի որոշմամբ շուրջ 3 միլիարդ դրամ է բաժանել իշխանականներին պարգևավճարի մասին է խոսքը, գիտեք նաև, որ թոշակառուների մասով Փաշինյանն ասում է, որ եթե ավելացնել, թոշակառուն չի իմանա ինչի վրա կամ ինչպես ծախսի այդ գումարը, արդար է պարգևավճարների բաժանումը և արդյոք թոշակառուն ծախսելու տեղ չունի ու ծախսելու ձևը չգիտի։ Ժողովուրդը լրիվ տեղյակ է, ազգային ժողովի պատգամավորները համ հավելավճար են ստացել, համ կրկնակի անգամ ինչ-որ բան են ստացել, պարգևատրում են ստացել միլիոնների չափով նույնիսկ։ Իսկ հասարակ ժողովուրդը, հասարակական թոշակառուն, ես ինքս թոշակառու եմ, բայց այդ մի 10,000 դրամի ավելացնում, ասում է քարտով ես պիտի տեղյակ լինեմ, ինչու վրա եք ծախսում եք բոլորը։ Եղավ, կարելի է դուսիկը։ Ինչու չգիտի, օրինակ մեկը ես անձամբ ես լավ գիտեմ, որ ամիսը 30,000, 35,000 միայն տեղերիս համար եմ տալիս, եթե հիվանդ եմ, այսինքն բոլոր թոշակառուներն հիվանդ են, առողջ մարդ չկա հիմի։ Երկրորդը, ես օգտվում եմ, խնդրեմ, իմ քարտը առևտուրը ստանում եմ, դե տուն ենք, ընտանիք է, անչափահաս երեխաներ կան, փոքրիկներ կան, բայց երբեմն ծախսեր կան, գիտեք ինչ, մարդ ես, մեռել ունես, կնունք ունես, ծնունդ ունես, ոնց կարող է դու քարտը տանես 10, դե առեք, տեսեք, քարտս ձեզի նվեր, չէ, վերջը, մեկին փող ես տալիս, մեկին մարդ ես, առևտուր ես արել, շուկա ես գնացել, շուկայի ամեն վաճառող ունի են սարքից, որը պետք է ցույց տա, չունի, չէ։ Կոռուպցիան լեգալիզացնելու ամենահեշտ տարբերակը, որովհետեւ մարդիկ գումար չգովանան, պարգևավճարներ տալն է։ Ինչքանով է տեղին, իրանք ասում են, որ մենք պարգևավճարներ տվել ենք ելնելով ինչ-որ հանգամանքներից, ես կառաջարկեի ունենային նաև կոեֆիցիենտներ, օրինակ, այս մարդը 100 անգամ սրդիկ է արել, բերեք 3 միլիոն պարգևավճար տանք, այս մարդը 50 անգամ է արել, բերեք 1 միլիոն տանք։ Ինչև է կատակը մի կողմ, թոշակառուների վիճակը ողբալի է։ Անգամ 10,000 դրամը կարող է ագան օգուտ տալ այդ մարդկանց, որովհետև Գյումրիում օրինակ, որտեղ -20-ը սովորական է, հունվար-փետրվար ամիսներին, եւ մարդիկ ապրում են սոցիալական վատ պայմաններում, տնակներում ապրող 2500 ընտանիքներ կան, այդքան մարդ ուրեմն խնդիր ունի։ Ճաշված տեղերն են թանկ, ճաշված ստուգումներն են թանկ, ինչքան է ուզում է ավագրություններ անեն, ինչ ուզում է անեն, մարդը կոնե նորմալ տրի սնվի, կոմունալ տրի վճարի, չեն անում, չգիտեմ ինչի չեն անում, ուզում եմ հասկանալ, չեմ հասկանում ինչի չեն անում, բայց այն որ 60,000 դրամ թոշակը կամ 37,000 դրամը մի հատ էլ ուրախանանք, թե 10 քանի հազար դրամ ավելացրել ենք մինիմում թոշակը, այդ ոչ թե անլուրջ է, այդ ընդամենը նոնսենս է, այդ հիմարություն է նման բանը ասելը Հայաստանի պայմաններում։ Ես ինքս թոշակառու եմ, շատ չնչին թոշակ եմ ստանում։ Ես չգիտեմ, ոնց ծախսելու տեղ չունի, ինչպես կարելի հասկանալ։ Եթե այդ բարերը Նիկոլի Պերնից էլ է, այս կայման ժուրնալիստը շալադել է իրա կողմից։ Եթե իսկականից Նիկոլն է ադայդ, դες խաղը։ Մեզ ժողովուրդը չգիտենա իրա կոպիկը, որի ծախս կամ այդ չանչին տված զերամներով չի բավարար։ Օրինակ իմս ես մեծ մարդին մենակ կաբրին, զգուշացել նոր պետք է ցայ ստորագրեի թոշակս, չեմ ստորագրեն դե բամիս հագին թոշակից։ Կդամ, բայց չէ որ ես պետք է ապրեմ, ինչու։ Գիտեք ինչքան շատ է։ Խելագարվեն է թոշակառուները, ինչ անեն, ուտելու տեղ չունեն, բան չունեն։ 1000 դրամ որ տակ։ Կարող են ծախսել, իհարկե չեն կարող։ Դենի ոտները կճարտի։ Գիտեք ինչ, անկախ ամեն ինչից այդ 3 միլիոն, չգիտեմ, ինչ փաշկումներ արել, անկախ ամեն ինչից պետք է որ թոշակառուների թոշակը մի փոքր կոնե բարձրացներ։ Ոչ ստույգ թվով, բայց թոշակառուների թոշակը պետք է բարձրացնի, որովհետև ինչպես հասկանում ենք, հանգածումները ձմռան օրերին այս պայմաններում մի քիչ կոմունալ վճարումներն են ահագին թիվ կազմում,
Դա անկախ ամեն ինչից պետք է ինքը թոշակառուների թոշակը բարձրացներ։ Գոնե մի փոքր մասով։ Ես չգիտեմ ինքը ինչ պարգևադրում է տվել, ինչ պարգևադրում չի տվել, թոշակառուներին ինքը անտեսում է։ Ոչ, արտարացված չէ, մի քիչ չափից շատ է։ Ինպես պիտի տեղափաշխեն, որ բոլորն էլ օգտվեն։ Մենակ նախարարները չէ։ Փաշինյանը ինքս իր դադարություն է, ինքը անգրագետ, տգետ կեղծի է, կեղացի չէ, կեղծի է։ Դիք տվել է ինչպես ինչ ասած կաշառք է տվել որ այն կողքի անասունները նույն ձևի իրան պահեն։ Իսկ թոշակառուները մեծամասնությամբ սա սովետական միության ավարտած ու երեխեք են, որոնք որ ավելի բարձր մագարտակ ունին, քան իրանց պես ոչխարները։ Թողջեմ թոշակները բարձրացնել, դա ես կուզեմ։ Մեկ շմե մեր Շիրագի մարզին օգուտ բերել, ասենք աշխատատեղեր բացել մեր քաղաքի միշտ ես նայում գա Երևանի մեջ Երևան է սարքում։ Այդ մի քիչ աշխատանքներ բերեն մեր Գյումրիում միշտ կերնի։ Մենք Գյումրեցիներից շատ բան չենք ուզել։ Խնդրենք որ մեր աշխատատեղ լինի։ Այս մեր բան մեր երիտասարդության կեսն է դրա համար այսպես լոդեր է դարել։